Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ձմեռով ձիերն արոտավայր էր տարել, որ իրենք իրենց գլխի ճարը տեսնեն։ Ինքը ցրտին չդիմանալով տուն էր եկել եւ աշխատները կորել էին։ Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ հանցավորը տան հետնամասով է բակ մտել եւ փողոցի կողմից նրան դժվար որևէ մեկը նկատած լիներ, եթե իհարկե մեքենայով չէր եղել։ Անասնագողությունը սովորաբար ծանր հետևանքներ է ունենում տուժող գյուղացու համար, միևնույն ժամանակ հիմնականում փոքր օգուտ բերելով գողին, առավել ևս այս անգամ, երբ գողացվածը ձի էր, իրացվածը ձիու միս։ Թե ինչ անվան տակ եւ ինչպես է վերավաճառվել ձիու միսը դեռ հայտնի չէ, իսկ կոնկրետ գողությունը աշտարակի քերական հետախույզները բացահայտեցին ահազանգը ստանալուց ժամեր անց։ Հունվարի 17-ին Աղց գյուղի արոտավայրերից 5 ձի էին գողացել, մորթել ու վաճառել մայրաքաղաքում։ Այս ամենը պարզվեց հետո, իսկ մինչ այդ հունվարի 21-ին ոստիկանության աշտարակի բաժին դիմաց գյուղացին պատմեց, որ Ոսկեհատ գյուղի տարածքում պարկի մեջ գտել է իր կորած ձիերի մնացորդները եւ վստահ է, որ գողացել ու մորթել են։ Անասնակերը վերջացել էր։ Ձմեռով ձիերն արոտավայր էր տարել, որ իրենք իրենց գլխի ճարը տեսնեն։ Ինքը ցրտին չդիմանալով տուն էր եկել եւ աշխատները կորել էին։ Օպերատիվ խումբը Ոսկեհատ մեկնեց։ Ոստիկաններն ուսումնասիրեցին այն հատվածը, որտեղ գյուղացին գտել էր ձիերի մնացորդները։ Հավանաբար սայլակով էին բերել։ Սայլանիվի հետքերը մոտակա տներից մեկն էին տանում։ Հետքերին հետամուտ ոստիկանները նշված տուն գնացին։ Դարպասից այն կողմ գտան սայլակը։ Բակում ծառի տակ մորթված անասունի արյան հետքեր տեսան, գոմի մոտ արյունոտ պարան։ Մնում էր հարցուփորձ անել հասկանալու, թե տան անդամներից ով է նման քայլի գնացել։ Ոսկեհատ գյուղում կատարված որոնողական աշխատանքների եւ հարցումների արդյունքում պարզվեց, որ ձիերը գողացել եւ մորթել են նույն գյուղի բնակիչ Գաբրիել Ազիզյանը։ Հունվարի 21-ին Գաբրիել Ազիզյանին նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության աշտարակի բաժին։ Գաբրիել Ազիզյանը չէր հերքում արարքը եւ պատմեց, թե ինչն ինչպես է եղել։ Տեսա, որ ձիերը մի քանի օր դաշտում են, մտածելով, որ տեր չունի, մեկին բռնեցի, կապեցի, մյուս 4-ը հետևից եկան, բերեցի մեր գոմ, մորթեցի, հետո ավտոկանչի, տարա Երևան մսի պասաժում հանձնի։ Երևանի շուկաներից մեկում անծանոթ դալալի վաճառելիս չէին էլ ասել, որ ձիու միս է, իսկ թե նա ում էր վաճառելու, ինչպես էր միսն օգտագործվելու, դժվար է ասել։ Գաբրիել Ազիզյանը խոստովանական բացատրություն է տվել, քննությունը շարունակվում է։ Մի գողություն էլ աշտարակի ոստիկանները բացահայտել էին հունվարի 19-ին, այս անգամ թալանել էին բնակարան ու գողությունն էլ եղել էր դեռ ամանորի տոներին, հունվարի 3-ին։ Հունվարի 3-ին Ագարակ գյուղի մի տնից գողություն էր կատարվել։ Մեկը տան հետնամասից անկապատով մտել էր բակ, հարմարեցված գործիքով բացել պատուհանն ու տնից հափշտակել փող, համակարգիչ, բջջային հեռախոս, 2 կիլոգրամանոց ապակյա տարայով մետաղադրամներ եւ հեռացել։ Տանտերն ընտանիքով արտասահմանում էր, եղբայրն էր տանը հետևում, նա էլ ոստիկանություն էր զանգել։ Հանցավորը մոտ 6 միլիոն դրամի նյութական վնաս էր պատճառել։ Ոստիկանության աշտարակի բաժնի օպերատիվ խումբն Ագարակ մեկնեց։ Դարպասի կողպեքը վնասված չէր։ Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ հանցավորը տան հետնամասով է բակ մտել եւ փողոցի կողմից նրան դժվար որևէ մեկը նկատած լիներ, եթե իհարկե մեքենայով չէր եղել։ Պատուհանները ճաղավանդակներ չունեին, բացելու համար երկար ժամանակ չէր պահանջվել։ Քրեական հետախույզները զրուցեցին հարևանների, տան դիմաց գործող դեղատան աշխատակիցների հետ։ Ոչ անծանոթ մեքենային տեսել, ոչ էլ կասկածելի որևէ մեկին։ Որոնողական աշխատանքները շարունակվեցին։ Մշակվեց օպերատիվ միջոցառումների պլան։ Համապատասխան ցուցումներ տրվեցին եւ համայնքային ոստիկանության եւ անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողներին։ Նաում ոստիկանները սկսել էին կասկածել, նույնպես Ագարակից էր։ 500 դրամանոցներով Երևանում կոշիկ էր գնել, գնացել էր գիշերային ակումբ եւ այլ զվարճանքի օբյեկտներ ու դարձյալ վճարել մետաղադրամներով։ Հետագայում այլ ապացույցներ եւս ի հայտ եկան։ Համապատասխան միջոցառումներից հետո տեղեկություններ ստացանք, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի բնակիչ Արտյոմ Գրիգորյանը, որին հունվարի 19-ին Ագարակ գյուղից գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության աշտարակի բաժին։
Արտյոմ Գրիգորյանը բաժնում ոչ միայն խոստովանական բացատրություն տվեց, այլև քննչական փորձառության ժամանակ մատնացույց արեց, թե գողացած իրերը որտեղ է թաքցրել։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Շարունակում ենք թողարկումը։ Ոստիկանի աշխատանքն ամենօրյա շփումն է քաղաքացիների հետ, եւ շփումներն առավելապես լինում են սրված, լարված, երբեմն ծայրահեղ իրավիճակներում։ Ամբողջ աշխարհում է այդպես եւ քաղաքակիրթ բոլոր երկրներում կան ու գործում են ոստիկանի առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող օրենքներ։ Հայ ոստիկանն էլ պաշտպանված է օրենքով, բայց քաղաքացիներն էլ պետք է իմանան ոստիկանի հետ քաղաքակիրթ շփման տարրական կանոնները։ Մեր թեմատիկ է։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը քրեական պահանջատվություն է նախատեսում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի մեղադրանքով մեղադրանքի առաջադրվել 7 դեպքերով, որ քաղաքացիները ոստիկանության ծառայողներին սպառնացել կամ բռնության են ենթարկել։ Ոստիկանության ծառայողները իրավականորեն պաշտպանված են գրեթե բոլոր երկրներում։ Օրենքով սահմանված են խիստ պատիժներ ոստիկաններին վիրավորելու, զրպարտելու, դիմադրություն ցույց տալու համար։ Օրինակ, Մեծ Բրիտանիայում ոստիկանի հետ վիճաբանողը կարող է մեղադրվել վիրավորելու եւ չենթարկվելու համար։ Նման դեպքերում պատիժ է նախատեսվում երկամսյա կալանք։ Իտալիայում ոստիկանին բացահայտ վիրավորելու համար նախատեսված է 3 տարվա ազատազրկում։ Գերմանիայում օրենքն ավելի խիստ է։ Իշխանության ներկայացուցչի, այդ թվում ոստիկանի վրա հարձակվելը, զրպարտելը պատժվում է ազատազրկմամբ 5 տարի ժամկետով կամ տուգանքով։ ԱՄՆ շատ նահանգներում ոստիկանի վրա հարձակվելու կամ դիմադրություն ցույց տալու համար նախատեսված է պատիժ, ազատազրկում 3-ից 10 տարի ժամկետով կամ տուգանք 5-ից 10,000 դոլարի չափով։ Ոստիկանը պարտականություններից զատ պիտի նաև իրավունքներ ունենա պատիվ պահանջելու, օրենքով իր արժանապատվությունը պաշտպանելու իրավունք։ Գերմանացի հայտնի երգիչներից մեկը հայտնվել էր դատարանում պետության ներկայացուցչի հետ դույով խոսելու համար։ Երգիչը մեքենան սխալ էր կայանել եւ հերթապահություն իրականացնող ոստիկանը նկատողություն էր արել, որին երգիչը պատասխանել էր դուով։ Հենց դա էլ պատճառ էր հանդիսացել, որ հանրահայտ երգիչը հայտնվեր դատարանում։ Ըստ Գերմանիայի օրենքի նման խոսելաձևը վիրավորանք է համարվում իշխանության ներկայացուցչի համար եւ քաղաքացին անկախ զբաղեցրած դիրքից պատժվում է 500 եվրո տուգանքով։ Տարիներ առաջ հայտնի մոդել Նաոմի Քեմբելը միայն խոշոր գրավ վճարելով հայտնվեց ազատության մեջ։ Հակառակ դեպքում դատարանի վճռին կսպասեր բանտաճաղերից այն կողմ։ Նրան ձերբակալել էին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում ոստիկանին վիրավորելու կասկածանքով։ ԱՄՆ մի քաղաքացի, որին կնոջը ծեծելու համար սպառնում էր 1 տարվա ազատազրկում եւ 3000 դոլար տուգանք, դատապարտվեց ՑՄՀ ազատազրկման, թքել էր ոստիկանի վրա։ Այդպիսի ծանր վճիռ կայացվեց այն բանի համար, որ նման եղանակով կարող էր ոստիկանին փոխանցվել որևէ մահացու հիվանդություն։ Գործնականում թուքը հավասարազոր էր սպանության փորձի։ Բացի սպանության փորձից նրան մեղադրանք առաջադրվեց նաեւ ոստիկանի վրա հարձակվելու համար։ Ինչպես ամենուր, այնպես էլ մեր երկրում կան մարդիկ, որ չհասկանալով պահի լրջություն օրենքով նախատեսված հետևանքները վիրավորում են, բռնություն գործադրում կամ դիմադրություն ցույց տալիս ոստիկանին։ Անդրադառնանք վերջերս տեղի ունեցած մի քանի դեպքի։ Հոկտեմբերի 11, 2016 թվական, Դիլիջան։ Ժամը 16:15-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ մասեր զանգահարել քաղաքի բնակչուհիներից մեկն ու խնդրել ոստիկանների միջամտությունը։ Հայտնել էր, որ ամուսինը վիճաբանում է ընտանիքի անդամների հետ։ Օպերատիվ խմբի կազմում ընդգրկված էին քրեական հետախույզ Էմիլ Ղազարյանը, անչափահասների գործերով տեսուչ Կարապետ Մակվեցյանն ու թույլտվության համակարգի տեսուչ Արմեն Անդրեասյանը։ Ոստիկանության 3 սպաներ ահազանգով մեկնեցին Դիլիջանի Միասնիկյան փողոցի տներից մեկը։ Շտապեցինք դեպքի վայր, մոտեցանք ահազանգող կնոջը, որպեսզի պարզենք ահազանգի պատճառը։ Այդ ընթացքում մոտեցավ կնոջ ամուսինը, հայհոյանքներ տեղացի մեր հասցեին եւ վազելով բարձացավ երկրորդ հարկ, միացրեց մեզ ասղոցը, մոտեցավ դեպի մեզ եւ սպառնաց, որ կփրթեմ մեզ ասղոցով։ Մեզ ասղոց ուղղելով ինձ ցանկանում էր վնասել, ես փոքր ինչ հետ գնացի, ցանկանում էի հանգստացնել, սակայն չէր ենթարկվում։ Վերջինս նկատեց, որ վերևում կանգնած է մեր աշխատակից գործընկեր Անդրեասյանը, փորձեց վնասել Անդրեասյանին, վազեց դեպի նրան։ Իմ կողմը գալով նորից բենզասղոցը ուղղել էր ինձ, անընդհատ սպառնալիքներ, հայհոյանքներ տալով,
Ես աշխատում եմ ամեն կերպ իրան հանգստացնեմ, այս վայրում էլ անընդհատ կրկնում եմ, որ կկրակեմ, նախազգուշացնում եմ անընդհատ կկրակեմ, բայց նա նախազգուշանքից չէր հանգստանում, որից հետո էլ այսպես այս մասում հետ գնալով ես մի կերպ հարմարացրեցի, հանեցի ատրճանակը, բարձրանալով բնի վրա մեկ հատ նախազգուշական կրակոց եմ արձակել օդ, ուրեմն իմ գտնվելու վայրը այնպիսին էր, որ ես ոչ հետ գնալու տեղ չունեի եւ բենզասղոցը համարյա մի քանի սանտիմետր էր մնացել, որ կպներ իմ մարմնին։ Թույլտվության համակարգի տեսուչ Արմեն Անդրեասյանն ավելացրեց նաև, որ այդ պահին իր կյանքին ու առողջությանն իրական վտանգ է սպառնացել։ Նրա խոսքով աստիճանահարթակով բարձրանալը, փակուղում հայտնվելը, միացված բենզասղոցի գրեթե իրեն հպվելը, ատրճանակը պատյանից հանելն ու կրակելը վայրկյաններ են տևել։ Երբ որ Արմենը կրակեց, ես միանգամից վազեցի դեպի վերջինիս, խփեցի կողքից, հարվածեցի հրելի միջոցով, վերջինս բենզասղոցը խփեց պատին, որից հետո էլ բենզասղոցի վրայի ցեպը տեղից ընկավ եւ բռնել էի բենզասղոցից, ինձ օգնեց Արմենը, նրա ձեռքից խլենք բենզասղոցը եւ վերջինիս պարկասնենք հատակին։ Նախքան կասկածյալին վնասազերծելը անչափահասների գործերով տեսուչ Կարապետ Մակվեցյանը կապվել է բաժին եւ օգնություն խնդրել։ Վնասազերծումից հետո եկած գործընկերների օգնությամբ կասկածյալին բերման են ենթարկել ոստիկանության Դիլիջանի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Ըստ նշված հոդվածի առաջին մասի, իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը կապված այդ անձի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 300 պատիկից 500 պատիկի չափով, կալանքով առավելագույնը 1 ամիս ժամկետով կամ առհասարակմամբ մինչև 5 տարի ժամկետով։ Նոյեմբերի 3, 2016 թվական երեկոյան ոստիկանության Պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողներին, որոնք ծառայություն իրականացնում էին Նոր-Նորքի վարչական շրջանի Թաղապետարանի եւ հարակից տարածքներում, մոտեցել էր մի քաղաքացի, հայտնել, որ մեքենան խափանվել ու ճանապարհին է մնացել։ Նա ոստիկանների օգնության կարիքն ուներ։ Օգնել էին, խափանված մեքենան ճանապարհի երթևեկելի մասից հրելով դուրս բերել։ Հանկարծ նկատել էին կարմիր VAZ-2106 մեքենան, որը դուրս գալով ճանապարհից ընթանում էր ուղիղ մայթով։ Ոստիկանները վազել էին ավտոմեքենային ընդառաջ ու կանգնեցրել։ Հասարակական կարգն ու երթևեկության կանոնները կոպտորեն խախտած վարորդից պահանջել էին դուրս գալ մեքենայից։ Վարորդին դուր չէր եկել հարկադրված կանգառը, իջել էր մեքենայից, ներկայացել որպես բարձրաստիճան պաշտոնյա, քաշքշել ոստիկանի համազգեստից ու կրծքանշանից, հայհոյել ու հարվածներ հասցրել։ Ընկերները նույնպես ներկանալով պաշտոնյաներ միացել էին նրա հակաօրինական գործողություններին։ Բարեբախտաբար օժանդակ ուժերը արագ վրա էին հասել, չեզոքացրել վտանգը։ Հարբած քաղաքացիներին նստեցրել էին ծառայողական մեքենաներն ու բերման ենթարկել ոստիկանություն։ Երևանցիներ որպես մարզի դատախազ, այնուհետև ներքին անվտանգության գնդապետ ներկայացած անձինք իրականում ավտոգազալցակայանի աշխատակից ու տաքսու վարորդներ էին։ Բերման ենթարկվելիս էլ շարունակել էին հայհոյանքներ տեղալ, փորձել էին փախուստի դիմել ու խաթարել էին ոստիկանության բաժնի աշխատանքը։ Իշյալ հոդվածի երկրորդ մասը քրեական պահանջատվություն է նախատեսում պետական իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար, որը պատժվում է ազատազրկմամբ 5-ից մինչև 10 տարի ժամկետով։ Սույն հոդվածում պետական իշխանության ներկայացուցիչ ասելով հասկանում ենք պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձանց, ովքեր իրենց ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ օժտված են կարգադրիչ լիազորություններով։ Նոյեմբերի 8, 2016 թվական, Երևան։ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները խմած վարորդներ հայտնաբերելու նպատակով Երևանում իրականացնում էին հերթական ուժեղացված ծառայությունը։ Գումարտակի 4-րդ դասակի տեսուչները Հալաբյան փողոցում կանգնեցրել են այս Հոնդան։ Թե ինչ եղավ հետո ներկայացնենք առանց մեկնաբանության։ Բարև ձեզ։
Շատ բարև ձեզ։ Ճանապարհային ոստիկանությունից Ավետիսն։ Մենք ինչ հարց կա, որ մեզ կայնացրել եք դուք։ Միջոցառում է։ Ընկեր, չկա միջոցառում, ինչ հարց կա, որ կայնացրել եք դուք։ Վարորդներին հայտնաբերելու կապակցությամբ միջոցառում է արգել եք։ Ընկեր, լավ է, նորմալ է։ Շատ խախտում է եղել, հա։ Լավ եմ անում, ընկեր։ Արի նստի ավտոմոբիլ։ Ընկեր, օրեսի բեսամ տղեկ։ Տարեկան կանչիլը։ Հանգիստ։ Ավտորա։ Բոլոր նմանատիպ դեպքերում կասկածյալներին մեղադրանք է առաջադրվում Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով։ Մեր երկրում ոստիկանները անհամեմատ հանդուրժող են, քան որևէ այլ արևմտյան կամ արևելյան երկրում, բայց ինչպես ասում են, ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի։ Եթե վիրավորում կամ հարվածում են ոստիկանին, արդարադատությունից խուսափելն անհնար է։ Շատ դեպքերում էլ քաղաքացին օրենքներից անտեղյակ ոստիկանի օրինական պահանջներին ի պատասխան դիմադրություն է ցուցաբերում կամ պարզապես չի ենթարկվում։ Պետք է գիտակցել դա հանցագործություն է։ Իսկ եթե նկատել եք ոստիկանի կողմից հակաօրինական արարք ձեր նկատմամբ, ոստիկանության պաշտոնական Police.am կայքի միջոցով կարող եք դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։ Պարբերաբար ներքին անվտանգության վարչությունն իրականացնում է նաև ուղիղ կապ։ Քաղաքացին կարող է զանգահարել անձամբ վարչության պետին եւ ներկայացնել խնդիրը։ Բոլոր դիմումներն ու բողոքները մանրամասն քննարկվում են։ Հարգելի քաղաքացիներ, մի խախտեք օրենքը։ Իմացեք ձեր իրավունքներն ու պարտականությունները ոստիկանի հետ շփվելիս։ Մեր հաղորդումը մոտենում է ավարտին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ դուք կարող եք դիտել ևս մեկ տեսանյութ։ Ցտեսություն։ Ոստիկանության պետի հանձնարարականների կատարման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման նպատակով հունվարի 24-ին օպերատիվ խորհրդակցություն տեղի ունեցավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում։ Մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումների անչափահասների գործերով բաժանմունքների պետերն ու դպրոցական տեսուչները։ Կարևորելով անչափահասների հանցավորության կանխարգելման գործում մասնավորապես դպրոցական տեսուչների դերը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը տվեց կոնկրետ ցուցումներ։ Ներկայացնելով անչափահասների կողմից կատարված իրավախախտումների 2016 թվականի վիճակագրական տվյալները, քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանն անդրադարձավ հատկապես դպրոցական տեսուչների աշխատանքին։ Խոսելով բաց թողումների մասին, նա առաջարկեց ակտիվացնել կանխարգելման աշխատանքները։ Նշվեց, որ անչափահասներին առնչվող հիմնահարցերը ոստիկանության առանցքային խնդիրներից են, իսկ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները մշտապես ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում են։ Խորհրդակցության ավարտին ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի պետերին տրվեցին համապատասխան հանձնարարականներ։